Հունվարի 25-ից վեր սկսվեցին Դինամո Թբիլիսի ֆուտբոլի ակումբի Նինոզմիդայի մասնաճյուղի պարապմունքները։ Բավականին երկար դադարից հետո երեխաները մարզասրահում են։ Նրանցից շատերը փորձում են լավ պարապել, որ դառնան ֆուտբոլիստ։ Արդեն 2 տարի եկուք եմ ֆուտբոլի պարապմունքների, ես արդյունք ունեմ ֆուտբոլի մեջ, ես շատ գոհ եմ իմ մարզիչից, ընկերոջից և ես ուզում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ։ Քաղաք եմ մասնակցել, Ախալցխան եմ մասնակցել, Էսան եմ մասնակցել և շատ լավ եմ խաղացել։ 2026 թվականին մտցվել է նորույթ, այսուհետ պարապմունքները կդառնան վճարովի։ Այս թեմայի շուրջ հարցազրույց ունեցանք մարզիչի հետ, ով մանրամասն ներկայացրեց տվյալները։ Ուրեմն պարապմունքները սկսվել է հունվարի 25-ին, նոր տարուն վաղը տեղոցը հանգիստ էինք տևել։ Հա, փոփոխություն գալի, արդեն դառնագը փարով, բաժնենք 2 խմբի, ամսեգան գալի 30 լարի, բաժնենք 2 խմբի 15-15 ու սաղին ասեմ, որ կենթունենք, խնդրեմ գծանողներ ջան, եթե տեղան նոր դեյա սկսե, տեղին չբերեք, որովհետև նաղդի տեղ չունենք, քանի որ սպորտ կոմպլեքսը մեր պազդիգ է։ Եթե դուս էլանք, էլի քանի հոգի կենյանք նորից ընթունե։ Ու եթե տեղան ուժեղ խաղա, բան չունի մսելու բերեք, կենթունենք, ամեն ինչ կենենք, որ տեղան ավելի ուժեղնա, ավելի շատ առաջերտա։ Ամսու 4-ին 7, ամսու 5-ին 7 ներողություն կանչել էին սեմինարի ինձի թիլվիս, թազա մեթոդներ կբացադարեին, շատ հետաքրքիր էր, ասեմ որ մեր կոմանդին գովեցին, շատ հույսեր ունիմ տեղոցս հետ կապված, որ այս տարվա ֆեստիվալին ավելի ուժեղ խաղացուց կուտան, արդեն իրենց տարիքն է, որ եթե լավ խաղացուց տավին երթան թիլվիզեն արդեն դարձի Եվրոպային 4 մետեղը, աստվածտա ու շատ հույսեր ունիմ իմ տեղոցս հետ կապված, սաղին ցանկանամ առողջություն, հաջողություն և թող սաղին երեխաները ամեն մարդ այս կյանքի մեջ հասնի բարձունքի։ Օրեցօր ավելի երեխաները կավելնան, բայց ինչը կարգնեցի հայմի նաղդի ընդունելություն չունինք, եթե տեղան 0-ին դիա սկսե, եթե տեղան ուժեղ խաղագը ու այսքան վաղ տեսենք ինչ որ պատճառներով չեգե, մինչև ցանկալի է 15 թիվը, 14-ն է գալի, բայց 14-ը իրենք հենց Դինամոն գուզեն տորի 12 տարեկան ու այդքան բան չի ալի, էլի պրինցիպ չի ալի իրեն գալուն։ Եթե շատ ուժեղ է, իհարկե, կենա 14 թիվը նեգա։ Առջևում բազմաթիվ մրցույթներ կան։ Պետք է աշխատել, որ ներկայանան լավ պատրաստված։ Ցանկանանք մեր մարզիկներին հաջողություն, իսկ մարզիչ Հովհաննես Մոսոյանին տոկունություն, այսքան մեծ թվով երեխաների հետ աշխատելու համար։